Մոտ 2 շաբաթ է Վայոց ձորում մարդիկ քնում ու արթնանում են տագնապով։ Մի շարք գյուղերի ու քաղաքների տղամարդիկ գիշերներն առհասարակ չեն քնում։ Հերթապահում են, որ գտնեն մարզի անդորը խաթարած առեղծվածային մարդուն, ով ամեն գիշեր դուրս է գալիս որսի։ Կադրերում երևում է, ինչպես է դիմակավորված անձը գաղտագողի մտնում բնակիչներից մեկի տուն ու քարերով հարվածում պատուհաններին։ Անհայտ անձը նույն գործողությունն անում է տարբեր հասցեներում։ Քարերով հարվածում է տներին, անհանգստություն է պատճառում ժողովրդին։ Մամուլում ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե միջադեպը Մալիշկա գյուղում է եղել։ Վարչական շրջանի ղեկավարը նշում է, նույն անձը այլ բնակավայրերում էլ է եղել։ Մենակ Գետափում չէ, Վայքում, Գետափում, Ագարակաձորում, մենակ Մալիշկայի անունները չգիտեմ։ Հաղթապահում են, բայց դեռ երիտասարդ են էլի ամբողջ։ Թե քիչ նեղված են խոսքացնում մեծահասակների շրջանում, թե չէ մնացած են։ Վայոց ձորի բնակիչներն ասում են, անհայտ անձը արագ է շարժվում ու անգիր գիտի տեղանքը, հետևից գնալու բացահայտել չեն կարողանում։ Խոսակցություններ շատ կան, բայց հստակ մարդկանց անուններ չի տրվում, հիմնականում դժվարանում են նրա համար, որ դիմակավորված է մարդը, հետո տարբեր կամերաները, որ ֆիքսել են իրան, տարբեր տեղ, տարբեր դիրքով է լինում, հիմնական կուզի կամ ես իր բոյը տենց չի ֆիքսվում էլ, որ իմանան ինչ հասակի է, ով է, ինչ է, այդ բանով չեն կարողանում, դիմակավորված այդ մարդը պատրաստ է ամեն ձևի, պատրաստված է, այնց չի, որ ինքը միամիտ մարդ է։ Ով է նա ու ինչու է մարդկանց վախի մթնոլորտում պահում, հայտնի չէ, բայց մարզում լարվածությունն ակներև է։ Լուրեր են պտտվում, որ առեղծվածային անձը մարդկանց նյութական վնաս հասցնելուց բացի շատ ավելի հեռուն է գնացել։ Խոսակցություններ կան, որ Գետափ գյուղում մի հատ տատիկի է ինքը սպանել, բայց միայն լուրեր են, էլի հստակ փաստեր չկա տենց։ Ներքին գործերի նախարարությունից հերքում են սպանության մասին լուրերը, նշում են օպերատիվ որոնողական աշխատանքներ են տարվում անձին բացահայտելու համար։ Չեն բացառում, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենա։ Սեդամակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։